որ նախազդեցությունը լավ է ստացվում, կայծ էլեկտրական հոսանքի առաջանում։ Ֆիզիկան ֆիզիկայի դասասենյակում։ Ավելի հեշտ ենք սովորում, քանի որ կան տարբեր քարտեզներ, պրակտիկ նյութեր։ Մենք նույնիսկ նախագծային աշխատանք ներկայացրեցինք, շատ հետաքրքիր աշխատանքներ ենք ունեցել, սիրում են աշխարհագրությունը առարկան, հետաքրքրված են շատ։ Աշխարհագրությունը աշխարհագրության դասասենյակում։ Մանրադիտակով ուսումնասիրում ենք տարբեր նյութեր, ուսումնասիրել ենք օրինակ աչքը, կենսաբանության ժամին, ականջը։ Կենսաբանությունն ու քիմիան էլ իրենց համար նախատեսված սենյակում։ Ինչպես ասում են, ավելի հետաքրքիր է տեսնել, փորձել, այդպես մենք ավելի լավ ենք սովորում եւ դասերը ավելի հետաքրքիր են։ Արագածոտնի մարզի Արագած գյուղի երկրորդ դպրոցն է 4 ամիս հիմնանորոգվելուց հետո։ Երկրորդ կիսամյակում արդեն աշակերտները վերադարձել են ամբողջովին կերպարանափոխված դպրոց։ Մեր հարևան գյուղում եւս դպրոցաշինություն է տեղի ունենում։ Մեր դպրոցը Արագածի թիվ 2-ը շենավան է եւ Արագածի 1-ը համատեղում ենք մեր Արագածի թիվ 1 դպրոցում երկու հերթափոխով կարողացանք ընթացքը կազմակերպել մեր դասապրոցեսները։ Այժմ շախմատի ու համակարգչային դասասենյակներ էլ ունեն։ Сколько комнат в квартире семьи Ашхед? На этот вопрос ответит Мехер. 4 Համակարգիչն այժմ օգտագործում են նաև ռուսերենի հեռավար դասի համար։ Ինչու է կիրառվում երեխաների։ Դպրոցը կարող է ընդունել մինչև 150 աշակերտ, այժմ սովորում է շուրջ 120-ը։ Հիմնանորոգման աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է 200 միլիոն դրամ։ Դպրոցը որոշակի թերություններ, խնդիրներ ուներ հատակների հետ կապված, տանիքների հետ կապված, մաշվածությունը շատ մեծ էր, որտեղ 2006 թվականին կառուցված դպրոց է եւ շուրջ 20-21 տարի որևէ կապիտալ հիմնանորոգում չի արվել դպրոցում, արվել են փոքր աշխատանքներ։ Սա գյուղի միակ դպրոցը չէ։ Մոտ 4000 բնակիչ ունի Արագածը, 200-ից ավելի աշակերտ էլ սովորում է առաջին դպրոցում։ Հիմա մենք ունենք գյուղում 2 դպրոց, երկուսն էլ լավ վիճակում, լավ ենթակառուցվածքներ են եւ ուսումնադաստիարակչական process-ի եւ կրթության որակի բարձրացման հետ կապված որևէ խնդիր այլևս չունենք։ Դպրոցի տնօրենն էլ պատմում է, ամեն տարի շրջանավարտների կեսից ավելին ընդունվում են բուհեր, հուսով է, որ նոր պայմաններում էլ ավելի լավ արդյունք կցուցաբերեն։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Գյուրջյան, լուրեր։